Գանձասարի վանքը Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում է, Վանք գյուղի մոտ։ Վանքն անվանումը ստացել է մերձակա լեռան անունից։ Լեռը Գանձասար է կոչվել արծաթի հարուստ հանքերի պատճառով։ Վավերագրերը պատմում են, որ 949 թվականին Գանձասարում եկեղեցական մեծ ժողով է տեղի ունեցել։ Պատմական այս փաստը վկայում է, որ 10-րդ դարում այստեղ եկեղեցի կար։ Տարածքում եկեղեցի լինելու մասին են վկայում նաև Համալիրի շրջակայքում սփռված 12-րդ դարի խաչքարերը։ Ամենայն հավանականությամբ Գանձասարի եկեղեցին եղել է չափերով ավելի փոքր, եւ Խաչենի մելիքները որոշել են կառուցել նոր համալիր։ Վանքն իր այժմյան ճարտարապետական շքեղ հորինվածքով կառուցվել է 13-րդ դարում։ Եկեղեցու հիմքերում զետեղված են Հովանես Մկրտչի գլխի եւ այլ սրբերի մասունքներ։ Արցախի Խաչեն գավառի իշխան Հասան Ջալալ Դոլան Սուրբ Հովանես եկեղեցու կառուցումը սկսում է 1216 թվականին։ Շինարարությունը տևում է 22 տարի։ Մոնղոլական հարձակումների պատճառով եկեղեցու օծումը հետաձգվում է։ 2 տարի անց 1240 թվականին Վարդավառի համաժողովրդական տոնի օրը Գանձասարի Սուրբ Հովանեսը բացվում է։ Օծման արարողությանը միայն 700 հոգևորական է մասնակցել։ Հանդիսությանը ներկա է եղել նաև հայ նշանավոր պատմիչ Կիրակոս Գանձակեցին։ Եկեղեցու կառուցման մասին ճշգրիտ տեղեկություններ են պահպանվել ներսում, հյուսիսային պատին։ Գանձասարի վանքը համարվում է միջնադարյան հայ ճարտարապետության հանրագիտարան։ Կառույցի ամենակարևոր եւ աչքի ընկնող տարրը գմբեթն է, որն իր գեղարվեստական զարդարանքով բացառիկ է։ Ունի հովանոցաձև վեղարով բազմանիստ թմբուկ։ Թմբուկի վերևում գմբեթի տակ միջնադարյան հայ արվեստում լայնորեն տարածված ցուլի, խոյի եւ արծվի բարձրաքանդակներ են։ Թմբուկի որմնախորշերում 2 բարձրաքանդակներ կան, որոնք գլխավերևում պահում են եկեղեցու մանրակերտ։ Ենթադրվում է, որ մեկը Խաչենի իշխան Հասան Ջալալն է, մյուսը նրա որդի Աթաբակը։ Բարձրաքանդակների վրա տեսնում ենք նաև Քրիստոսի պատկերը, Ադամի եւ Եվայի հարթաքանդակները, Աստվածամորը եւ ծնկաչոք նրան դիմող առաքյալներին։ Եկեղեցուն կից գավիթն է, որը ևս իր մեծությամբ, ներքին եւ արտաքին հարդարանքով եզակի է հայկական եկեղեցաշինության մեջ։ Ժամատան շինարարական արձանագրությունը տաճարի արևմտյան պատի վրա է, գավիթի ներսում։ Այստեղ կարդում ենք Հասան Ջալալի, նրա կնոջ Մամքանի եւ որդու Աթաբակ Իվանեի անունները։ 6 սյունանի զանգակատունը բարձրանում է գավթի կենտրոնում։ Մուտքը 2 կողմից հսկում են հովազների քանդակները։ Գանձասարի վանքն իր ծավալատարածական լուծումներով ու շքեղ հարդարանքով մարմնավորում էր Խաչենի իշխանության հզորությունը եւ նրա տեր Հասան Ջալալի բարձր հեղինակությունը հայոց աշխարհում։ Հասան Ջալալը ամբողջ կյանքը պայքարում է հայոց աշխարհ ներխուժած թուրքմենական ու մոնղոլական քոչվոր ցեղերի դեմ։ Այդ պայքարում էլ 1261 թվականին նահատակվում է։ Իշխանի որդի Աթաբակը հոր աճյունը հողին է հանձնում Գանձասարի տոհմական գերեզմանոցում եւ 1266 թվականին ավարտում գավթի կառուցումը։ Գանձասարի վանքի պատերին շուրջ 200 արձանագրություն կա։ Արձանագրությունների մեծ մասը թողել են այստեղ ուխտի եկած մարդիկ, հիշատակելով իրենց հավատքի, աղոթական խնդրանքների եւ վանքին կատարած նվիրատվությունների մասին։ Գրեթե բոլոր վիմագրությունները կատարվել են վարպետ գրիչների ձեռքով, եկեղեցին դարձնելով հիրավի Քարեղեն Մատյան։ Գանձասարի վանական համալիրը նաև դպրության ու գրչության հռչակավոր կենտրոն է եղել։ Հարուստ մատենադարանում պահվել են ինչպես այստեղ գրված, այնպես էլ Արցախի, Ուտիքի,
տարբեր կենտրոններում ստեղծված նշանակալի ձեռագիր մատյաններ։ Վանքում կան նաև տնտեսական շինություններ, վանական խցեր։ Մշակութային եւ հոգեվոր այս կենտրոնը 17-րդ դարից դարձել է նաև ազատագրական պայքարի կարևոր օջախներից մեկը։ Շարժումն առաջնորդել է Գանձասարի Եսայի կաթողիկոսը։ 1921 թվականից հետո, երբ Արցախի մի մասը, Լեռնային Ղարաբաղը, ապօրինի բռնակցվում է խորհրդային Ադրբեջանին, կտրուկ վատթարանում է երկրամասի բնիկ հայության վիճակը։ Ադրբեջանական իշխանությունների հրահանգով Գանձասարի վանահայր Վրթանես եպիսկոպոսը արգելափակվում է Շուշիի բանտում։ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը փակվում է։ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման շարժման սկզբում 1989 թվականին թեմը վերաբացվում է։ Վարչական կենտրոնը հաստատվում է Շուշիում, հոգևոր կենտրոնը Գանձասարում։ Վանքը վերաբացվում եւ բարեկարգվում է։ 2015 թվականին կառուցված Մատենադարանի նոր շենքում են հավաքվում արցախյան հռչակավոր ձեռագրական կոթողները։ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին վանքը բռնազավթվում է Ադրբեջանի կողմից։ Գանձասարի վանքը հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է։